Հիմա դուք հավաքվել եք ստեղ ակումբի մոտ, Այգեստան գյուղի, ինչն է խնդիրը, ինչն է պրոբլեմը, որ հավաքվել եք։ Մենք գյուղի տղամարդկանցով հավաքվել ենք, կնանիքը լչեն եկե, որովհետև կնանիքի գալը մաս չուներ հիմա։ Մենք մեր բողոքի առաջացեք ստե տղեր։ Մենք մեր բողոքի խոսքն ենք ուզում հղենք մեր կառավարությանը, որ մեր գյուղապետը ունի շատ թերություններ, այս թերությունների հետ հանդերձ մենք չենք ուզում ինքը ըլլի մեր գյուղապետը, որովհետև գյուղապետը ունեինք լուսարդատիկ լուսեր ցերեկային, որ այսօր չկա, այդ սուտի լուսերը ասենք ենա, մեկին կա, մեկին չկա, ուրեմն մարդիկ կան, որ տարբեր բաներով կասեն, կխոսան, ամեն ինչի, անդուր բաներ է կատարվում։ Անդուր բաներով մենակ այդ լուսի հարցն անդուր կոնկրետ չի, աղբահանությունն է, ասենք գյուղի դաշտային ճանապարհներն է, որ ասենք մարդիկ իրանց եկամուտը դնում են իրանց ավտոների վրա, ոչ թե ընտանիքների վրա։ Ասենք այս կարգի բաներ, ասենք որ հիմա տանեմ դաշտամիջյան ճանապարհները ցույց տամ, Շամշան ջան, ամեն ինչին տեղյակ կլնես։ Տրակտորը ասեք, տրակտորի հիմարել ասեք, սաղի հիմարել ասեք։ Կոնկրետ մեխանիզմը գյուղի համար է, թե մի հոգու անհատի համար է։ Այսինքն տրակտորը մենակ գյուղապետի տրակտոր ունենք, հիմա ճիշտ ասած չգիտենք գյուղի եկամուտով է գնված, թե որովհետև մենակ իր հողերի վրա է աշխատում այդ տրակտորը։ Գյուղապետի։ Ոնց էր անհասկանում Սոկրատ Հոսեփյան Սասուն։ Սասուն թե Սոկրատ։ Սոկրատ։ Այսինքն տրակտորը մենակ իր հողերի համար է։ Ասում է երկու աղբոր հողերի համար է։ Սայլ ալկա լցրեք, հիմա ասենք, ես չգիտեմ, ասենք, ճիշտ ասած ոչ մի անգամ այդ տրակտորին չեմ դիմե։ Եփել ասենք բանին, դնում ենք ասենք ինչ որ դիմի քշելու ես, քշելու է փող։ Ամսից ավել ասենք աղբահանություն չի կատարվում, ինչ ամսից Գարուն բացվել է աղբահանություն չի կատարվում։ Քան ինչքան ժամանակվա գյուղապետա։ Այդ արդեն 8-րդ տարին է, 9-րդ տարին է այդում, ինքը ասենք գարունը գարնացավ Շամշան ջան, ինքը աղբահանություն չի կատարվում, կարանք փողոց առ փողոց մտնենք, աղբը ցույց տանք, ժողովուրդը տանում լցնում է կանալը։ Ջրատար ասենք, որ ժողովուրդը որոքում են կատարում, տեղ չունեն լցնելու։ Ինքն էլ Արտաշատի հետ պայմանագիր չունի աղբանոցի հետ։ Աղբը թափում է կամ ստեղ հիվանդանոցի դիմացը, եթե հավաքում էլա, կամ թափում է գետը, ազատ գետը։ Հիմա որ ասենք ժողովուրդը հելեք այնել է այս պրոբլեմի դեմ, չի մանում ոչ մի տեղ թափի, ոչ էլ աղբահանություն է կատարում։ Լավ, այդ ձեր նշած գյուղապետը գյուղի համար ոչ մի լավ բան չի արել։ Ասենք չենք ասում չի արել, ակումբը վերանորոգվել է, ասենք Էդի պետության փողերի հաշվին ասենք գրպանից չի արել ասենք, բայց բաներ էլ կա, եթե տունը չես իմանում ասենք մաքուր պահես, կարաս գյուղ պահես մաքուր։ Մահացած մարդկանց ինչ, այսինքն Շամշան, ես երկու բան ասեմ։ Ես ազատամարտիկ եմ։ Տղաս հաշվանդամը Ղարաբաղում ծառայելու ընթացքում մականի վրա է ելել։ Այդքան վաղ ինձ մի լումայի օգնություն չի եկել։ Գյուղապետարանից։ Այո, ես իմ գործերը տվել է դատարան, որ հողի վարձ չեմ տվել։ Գյուղապետը։ Այո։ Կներկայանաք Վարդան Արմենակ Զորիկի։ Ինչի համար է դիմել դատարան։ Որ հողի վարձը չեմ ուզել։ Շաբաթ 2 հատ նամակ աղարկում, եթե ոչ էլ ստորագրում եմ, չեմ ստորագրում։ Ունեմ հաշվանդամ երեխա, ականի վրա Ղարաբաղում ականի վրա ելել։ Ես մասնակից եմ, վերջում էլ այդ ապրիլի շարժմանը ամսից ավել մնացել եմ հաթերքում Ղարաբաղում։ Մի հատ օգնություն ես չեմ տեսել։ Բացի էտել, ընձի տալիս է դատարան, մնում եմ ես մի հատ սեփական տնամերձ հողամաս ունեմ, ոչ տուն կա վրան, ոչ էլ։ Հերս մահացավ, օգնություն պետք է ասենք տավ, սա ավականի նիստով որոշված է 30-40 հազար։ Մի հատ կտրոն է տալի։ Հողի վարձ, այդ գրպանից հանում դնում եմ ես գրպանը։ Հողի վարձ։ Ու մահացածների վրան իմ հրողբոր տղան 98 թվին մահացել է, 12 թվին օգնություն է գրել։ Գյուղապետը 100% անոց, մենակ մահացածներին ես պետք է մեռնեմ նոր օգնություն տա, չէ, ինձ պետք չի։
Դրա վերջը մի հատ ճար պետք է գտնենք։ Այդ կերանը ժողովրդին, այդ ինչ են պատերազմ հայտարարում 8 տարի նախագահ էսել է։ Դրանց մեջի շատ ժողովուրդ է, բարձրագույն ավարտած, լավ ուղեղ ունի, բայց այդմ բանվորություն կամ Ռուսաստան է այդմ։ Ուրեմն լավ պատարա չէ, տաթորը, որ Այսինքն հիմա նոր ընտրություններ աստեղ սպասում, թե եղել է արդեն։ Երբ է եղել վերջին անգամ։ Սեպտեմբերի 18-ին։ Այս տարվա սեպտեմբերի 12-ին ու նորից վերընտրվել է, ասենք, ժողովուրդը հույս ունենալով, որ լավ կլինի, հավատալով, ասենք, մատաղ բաժնելով, բանով, ասենք, անցավ, հա, հալալ լինի, անցել է։ Բայց ասենք ժողովուրդը հույսով էր, որ ասենք լավ կլինի, բայց ոչ թե ասենք այն տեսակ, որ ըլնելուց հետո 700 հոգի դատարանում հայց ներկայացնի դատարան, հարկադիրով համ 5000 դրամը գանձեն այդ ժողովրդից, այդ չունե որ ժողովրդից։ Համ էլ ասենք այս եղածը գանձեն, ժողովուրդը պարքա, տալու է, էդի դրանում խոսք չկա։ Ժողովուրդը սաղել, ասենք, եթե հող են մշակում, ասենք, պարտավորված են, ասենք, այս բանը մուծելու, պետք է մուծեն, սերավնու, այսօր չմուծեն, վաղն են մուծելու։ Հարցը դրանն է, ասենք, եթե այս մարդկանց դու դրել ես դատարան, ինչես քո ողորմածիկ հոր վրա օգնություն գրե։ Ինչես աղբորդ վրա 60,000 օգնություն գրե։ Աղբերն էլ է այս գյուղից։ Աղբերը Երևան է ապրում, բայց ասենք ստե հողեր ունի։ Ինչես ասենք Ռուսաստանը բնակ լավ փողատերերին օգնություն գրե, այն քասի իսկ մի երկու անուններ կտակ օգնություն գրելա, ասեմ Ղազարյան Արտյոմ, ինքը ստեղ չի, չէ Ռուսաստանում է, Ղազարյան Ռուստամ, Ղազարյան Ռուստամի կինը, ընդեղ էս Հոսեփյան Արևիկ, մահացածներից Վարդանյան Ռուբիկ, Հոսեփյան Արիս, իրա հերն է էտի, ասենք սենց շատ թվելու բան չկա, էլի Շամշան ջան, ահագին ասենք, էսի բակ կարիք կա, մարդիկ այսօր ստե հավակվածները սաղ կարիքավորներ են ստեղ հավակվածները, են ես մարդ չկստե, ստեղ որ 120,000 գոնե աշխատավարձ ստանա կամ ամսեկան այսքան իմանա աշխատի։ Եվ այդ բոլորը ներկայացված է Ինչպես? Եվ այդ բոլորը ներկայացված է քրեական մարմիններին։ Ով է ներկայացրել։ Ներկայացրել։ Հասարակություն չէ, կոնկրետ ով է ներկայացրել։ Դե ընդ իրանց մոտ կա էլ ով է ներկայացրել։ Գյուղապետն է ներկայացրել, թե բնակիչները։ Դիմել եք քննչական մարմիններին եւ ինչ են պատասխանել։ Հիմա գործը վարույթում է։ Ուրեմն Շամշան ջան, մի հատ սես բան էլ ասեմ, եթե մարդը ասենք կայնում ու ասում է, որ ես որ կողմից սել խփեն երկաթի ձեն է գալու, մենք սրանից մտավախություն ունենք։ Ես իմ գործերը դզել եմ, որ կողմից սել խփեն երկաթի ձեն է գալու։ Դա ով է ասել, գյուղապետը։ Հոսեփյան Սոկրատը։ Ստեղ ընդեղ կայնում ասում է, որ իմ որդեից էլ խփեն երկաթի ձեն է գալու, մեկը իմ մեջքը պինդ է։ Դե մենք էլ մտավախություն ունենք, մարդիկ բողոք են ներկայացրել, հիմա իրա ասենք ես ամեն գործնեության, ամեն գործերը հավաք է տարել են քննչական բաժին, գործը ընթացքի մեջ է, բայց ասենք մենք մտավախություն ունենք, որ իրոք կարող է իրա մեջքը կառավարությունից, բարձր տեղերից պինդ լինի, մեր այս գործը ընթացք չունենա։ Սրա համար մենք խնդրում ենք քեզ, որ այս լուսաբանես մի հատ թող վերին ատյաններն էլ տեսնեն ինչա կատարվում Այգեստան գյուղում։ Հիմա լավ ժողովուրդ, ուզում եմ հասկանամ ձեր հետակա քայլերը։ Հիմա հա մենք աղմուկը կբարձրացնենք, դարձնենք ոնց որ ասում հանրության սեփականություն։ Ձեր հետակա քայլերը։ Մեր հետագա քայլերը մենք հետ չենք կայնելու մինչև ինքը գահանքես չլինի։ Բայց կլինի։ Դե էսա եթե մեջ կպինდა երկաթի ձենա գալի ինձ թվում է եսին։ Էսի մեր Իսկ փորձել եք դիմել մեր նորընտիր վարչապետին մենք վստահում ենք այս խոսքը թող հասնի իրան, որ Այգեստանում սենց իրավիճակ է։ Իսկ փորձել եք խնդրի վերաբերյալ տեղեկությունը հայտնել նաև մարզպետին։ Մարզպետն էլ գիտի, վարչապետն էլ գիտի, ոստիկանապետն էլ գիտի, դատախազն էլ գիտի։ Իսկ ինչ են ասել մարզպետարանից։ Մարզպետարանից հələ ոչ մի բան չգիտենք, տեղյակ չենք։ Մարզպետարանից հարկադիր կատարող ուղարկին սաղին
հարկադիրով, իբր թե փող ունեն, որ հարկեր եմ ուծեն, հլը մի հատ հարկադիրին էլ 5000 դրամ ոնց որ բետոն աթափե, ամեն բանից հարկատուից 5000 էլ ինքն ապանդի։ Չի փորձել ինքը գյուղապետը ձեզ հետ հանդիպի բան։ Չէ։ Արա համար։ Երկու ամիս ընտրվելը ավականուն նիստ չի հրավիրել։ Չէ՞ պատմի։ Ավականուն նիստ չի գումարել։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ չի անում։ Իբա ինքը բանն է, մակեդոնացին է։ Այնի աշխարհակալեր, ես էլ ագեստանակալ եմ։ Ինչ ուզում են էլ անում։ Բայց ինչ է դրվի։ Դրախտի չկարողացա։ Դա գիտելիքների վրա վարը նկարը։ Որ Շանչյան ջան, մի հատ հասարակական զուգարան գյուղում չկա, մեռնեմ քեզ։ Հիվանդանոցը Մի հատ հուշարձան ունենք հայրենական պատերազմի մասնակիցների 170 հատ այդ գյուղից մարդ է զոհվել։ Ջուրը կա, կրանտ չկա։ Ջուրը կա, գալիս է, բայց միացրած չի, վինտիլը պիտի բացես, ջուր կա։ Դրա համար պիտի գյուղապետարանը, չէ՞ բան։ Մի րոպե։ Մի հատ հասարակական զուգարան չունենք։ Ասում է, կլուբում զուգարան կա։ Կլուբում զուգարան որ կա, ռեշոտկեն փակած է, ես էլ հույր ունեմ։ Բերել եմ Աստանովկա ճանապարհ դնեմ, մարդը կարիք ունի, իր կարիքը հոգալու։ Ասում է, որտե հոգամ, ասում է, գնա իմ պատի հետև արա։ գյուղապետն ասում։ Ես եմ ասում, իմ հույրին ես եմ ասում, գնա պատի հետև արա։ Պատի հետևը բան են անում։ Այդ հանք նայենք, Շամչան։ Մի հատ զիբիլանոց, մի հատ Նիկա է տախտը։ Առաջանանք, էլի, հա։ Եթե դժվար չի առաջանանք, ասենք էս։ Ացիան Շամշարյան մի բանը ավելի ասել եմ։ Ես մեր կուլտուրայի տարածքի Շամշան ջան։ Խոզանոցն։ Հետևի տարածքնա, որ հələ հորերել կա, որ քանդես տակը լրիվ զիբիլա բերևրեն լծվել։ Էսի մշակույթի տան հետևն է, Էսի էլի։ մշակույթի տունն է, այն էլ հիվանդանոցն է։ Շամչան, իմիջալոց մի 100 տոննա աստե զիբիլ կա հողի տակ։ Ասենք տակված, քանդած, լծած, հենա մի հատ փոստ հազա քանդել են, որ նորից լծեն զիբիլը։ Տխելով կլան գիտես ինչ կանեին ըստեղ։ հիվանդանոցը նայի։ Այդ զիբիլի վրա հողը կլցեն, լիքը ծառեր կտնգեին։ Սիրուն այգի կստեղծվեր։ Նոր փոս են քանդել, որ զիբիլ լցնեն ընդ։ Լցնեն ծածկեն, ծածկ չանեն։ Եկեղեցին է բերում այստեղ կառուցի, Շանթան ջան։ Որտե։ Այստեղ Զիբիլի վրա, որ նստված եկեղեցի կա ժողովրդից եկեղեցի։ փողա ժողը, այդ 10-25 տարի փողա հավաքում։ Սելագեստանի հիվանդանոցն է։ Հա, էս էլ հիվանդանոցն է։ Հիվանդանոցն է։ Նոր քանդել են, որ զիբիլ լցնեն։ Դե նպատակը որն է։ Սասը չկատարում։ Ասենք Էսի մի ինչ եմ արեն քանդել։ քանդել են, որ զիբիլ լցնեն, ըստե նորից սասը։ Հա, զիբիլը բերի լցի, հա։ Բայց հաստատ դրա համար է, չէ՞, էսի քանդված։ Խողովակների մասին, ինչ որ խողովակներ են հանել, բերել, դրել իր հողի համար, բայց ֆակնալիցով կա էդի։ Ինչ խողովակներ, այդ խողովակները որպես ինչ պետք է ծառայեր։ Եթե ասենք մենք ունենք ընդ համայնքի հողեր, այդ հողերի խողովակները, ասբեստիս խողովակները, բերված դրված է իր հողի ջուր տանելու համար։ Կիլոմետրից ավել։ Սմրճան ջանցքից։ Կիլոմետրից ավել։ Առանց ոչ մեկին տեղյակ պահելու, առանց բանը հանը բերի դրել է։ Գյուղապետը։ Մինչև ինքը չջրի ու ոչ մեկը չի կարա ջրի, որտեղ մենակ իր հողի վրա է։ Վերին դվինի, ասորի դվինի գյուղապետի հետ համատեղ հանը բերել։
Գյուղական համայնքներն պարոն Շամշյան, կուլտուրայի տունն ինչի համար է ծառայում։ Որ Հանդերձարան ունենա եւ պետքուլտուրայի դահլիճ ունենա, միջոցառումներ լինեն։ Սպասասրահը, Մեզ ակամատ մի հատ։ սպասասրահը կդրե խանութ հասարքի։ Գյուղապետը։ Հիմա Մեծ մամուտում այդ նայ, գա։ Կարևորը ռեգլամը պատին կպցրած է։ բայց ինչ խանութ է, սննդամթեր թե խառ։ Աղալիկների։ Այն ագագու ջան, դա դրեց սարքեց իրանը խանութ է, մեծ սիրում սպասած։ Էսի խանութ է։ Էսա, Բա ոնց են մտնում։ էսա դու։ Հա, էսի մշակույթի տունը սարքել է խանութ։ Տունը կդրեց սարքեց սեշ չափսով, որ սարքեց խանութ։ Սարք խանութ։ Խանութ, հա, հեսա պլակատն էլ կպցրած, վեշերը հավքես տարավ, այս բանից հետո։ Հա, սպասասրահներ կարած գաս տենաս, Շամշանյան, ասենք, որ Այսօր սես դրելա խանութ հասարքել։ Հա։ Սիրուն նայված չի, ես մեր երկին բարիք չի։ Հեչ հանդեսել բան եղել է այստեղ։ Ոչ մի բան չես, գրողը սարկած ոչ մի բան չկա։ Մեստեղը զուտարան ասարկած, բայց մեշնի բազա, Շամշանյան։ Պարզ է։ Տերին համար ասարկած էդի չգիտենք, բանալիով փակ, վեշնի այդ զուքարան գսես փակ։ Էսի պոշտ։ Ընդհանուր առումով գյուղապետը պարտավոր է գյուղի ամեն մի ժողովրդին աջակցելու։ Ես իրան դիմում եմ մի հատ թղթի համար, որ ինքը պետք է փեչատի, որ հարևանիս հետ ես խնդիրներ ունեմ հողի համար։ Մինչև ընտրությունները ինքը ինձ ասում է, խնդիր չկա, կաջակցենք։ Ընտրություններից հետո ես իրան չեմ ընտրում։ Ու ինքը գիտի։ Ու ինքը գիտի որ դու իրան Գիտի, չես։ ես մտնում եմ իր մոտ, ինքը ասում է ժամանակ չունեմ։ Հետո ես իմ խնդիրները կադաստրով ամեն ինչը պատրաստած բերնա, որ ինքը պրոստը պետք է փեչատի, ես գծագիրը վեկալեմ։ Հետո mən մտնում եմ իր մոտ, ինքն ասում է, ես ինչ եմ ասում, հարկերդ կտաս, թուղթդ կտամ։ Ասում եմ, հա, ասում է, հա։ Ասում եմ, լավ։ Ոչեմ, հետո ասում է, մի օր նորից եմ հետում, ասում եմ, ոչեմ, նորմալ ձևի, ասում եմ, ինձ այդ թուղթը պետք է, ես հարևանիս հետ խնդիր ունեմ։ Ասում է, ես քեզ ասել եմ, մինչև հարկը չտաս, այդ հարցը չեմ լուծելու։ Ու ես դուրս եմ եկել։ Իր մոտից, ու ինքը չտվեց։ Ու ես այն մարդն եմ, որ Արմենակ Վարդանյանն ասաց, այդ քոշակառու տղան է, վայն։ Ոչ աշխատանք ունեմ, ոչ մեքենա ունեմ, ոչ տուն ունեմ իմ անունով կամ։ Ու ինքը մերժեց ինձ, ինքը պետք է գյուղապետ չլի ես գյուղի համար։ Ասեմ ինչի Որտեւ ինքը արժանի չի։ Ասեմ ինչի մերժեց դրա համար որ վաղ ընթարվենք հարևանի հետ։ Մեծ երկս էլ վեկալի տանի ահա Ես բան տանի փակել տա։ Այդ դրա համար չտվեց։ Ասեք մի հատ թուղթ ստորագրել է, դի համար խնդիր չէ։ Հա։ Ընդհանրապես խնդիր չէ։ Իմ էս խելքը ես ինչի համար իր աթոռը մարետ համ ես այդ խառը վախտերն հետ համ ջուլի դեմ Դու իր համար չես գնացել, դու ժողովրդի համար ես գնացել։ իր աթոռի համար Մանկապարտեզի մասին էլ բան արեք, որ կեսը վաճառված է, ինքն է վաճառել, իսկ կեսը մնացել է։ Մանկապարտեզը ում է վաճառել։ Սիրիա հայի։ Երբ է վաճառել։ Այդ արդեն 2 տարից ավել է։ Պարտեզի փողոց է, ոչ նույնիսկ հենց նենց ապրում ենք, այս անձրևները գալիս են։ Ա, այս մարդիկ վաբշե շնչելու տեղ չունեն։ Իրաց փողոցն է երկրորդ Հիվանդ իվալիդ մարդկաց կորին գալիս է չի կարում մինչև դուրնեթա հասնի։ Տեղաշերով պարկած։ երկրորդ կարգի հաշվանդամին եկավ ընտրությունը Իրանը չտրեց, բռնեց Իրանը 20,000-ին 170,000 հարկադիր նամացրել է դա երկրորդ կարգի ոտից իվալիդ կինի։
մենակ մնալի բուտկաների մեջ է, ինչ որ Իրանը չի ընտրի, դրա համար մոռ խանել, որ ասեք երբ մեկին մի բանով օգնի։ Օգնություններ են այս մարդկանց ուղարկել, որ միլիոնչիներ են։ Թող դրանցն անել, որ իմանար, ասենք մի բան ունեն, մեղ չէ։ Այսինքն ձեզանից 400 ԱՄՆ դոլար ինչի համար է վերցրել։ Որ ինքը իմ հողի վրան ծակեր, հողի գլուխը, ու դոկումենտներով սարքեր իմ անունի։ Դուք տվել եք այդ գումարը։ Հա, այդ գումարը ես տվել եմ։ Բայց ես ես ասեմ, հիմա սա եթե հրապարակեմ, վաղը ձեզ չի բացառում քննչական մարմինները կանչեն։ Ես բան տվել եմ, այդ դրան ասիր եմ, որ այդ մարդուն այդքան փողան տվի դիմումս գիրեմ, բողոք դիմումս գրել են, որ այդքան փողան տվի ջուրի անելուն էլ Գյուղապետին, Սոկրատ։ Հա, Սասունն էլ Սոկրատ, ինչ է, Հոսեփյան Սոկրատը։ Ուրեմն ջուրն է, որ անեցնենք, անդորագիր էլ չի տալի։ Մուծում եմ անել ջրին, ասի ժամը 1000 դրամ մուծում եմ անել, 1000 դրամով է ջուրն այսքան ջուրի գալի։ Դրանը ոչ մի բան ոնց ասած չի օգնելի։ Իմի ասենք այդ ջրով։ Բայց այդանք էլ անջատին են, չեն անջատի, որ ասենք այդ փողը տվիր եմ գյուղը, թող իմ անունով չլի։ Գյուղացու խմար օգնությունի, թող ասի գյուղացին ինչքան շրջիկ հոսանք գցի էտիկ, չի խմար ժամ 1000 դրամ փող առնելի։ Ինչի խմար առնելի։ Հովիկ Աբրամյանից էլ 5 միլիոն ինչքան փող վերցրեց, չէ՞։ Որ արտիզան նորից բերեր տրուբաներ դնել, նորից բանաներ, յանը մատորն շփնել, ուժեղ ջուր անել։ Երել նույն բանն է, խափես կարտա։ Այսինքն Հովիկ Աբրամյանն էլ է խափե։ Խափա ինչ արելի։ Ու ցավոտ տանեմ, ու պարզ ասենք եկար տեսար են խեղճ բիծու խոտի դեզը որ պաժարեր ընկե։ Խեղճ մարդուն օգնություն միլումա տվես, թե չտվես Շամշան ջան։